Արտրանյանն է մեր եթերում, հեռախոսս, Արտո ջան, ուրախ եմ քեզ տեսնել այսօր, Կիրակի է, բայց Կիրակի պետք է ասենց հաճելի մարդկանց հետ շփվենք։ Մենք Արտուրի հետ շուտվանից ենք շփվում Facebook-յան մեր հարթակում, չեմ կարող ասեմ, որ ընկերներ եք, բայց շատ լավ տրամադրությամբ իրար հետ շփվում ենք, ինչ-որ բաներ ենք քննարկում, թեկուզ փոքր հարցեր, բայց թող Արտուր Վարդանյանը ինքը ներկայանա, ում հետ եմ ես այսօր խոսելու եթերի ժամանակ։ Ես վերջին մի տարին ասեմ, թե ընդհանուր սկզբից ասեմ։ Իմանանք ով է մեր եթերում, դուք պատմեք ձեր մասին շատ կարճ, բայց մարդիկ հասկանան ում հետ ենք մենք խոսում։ Ես 2005 թվականից Պարսկաստանից եկել եմ Հայաստան, 2005 թվականից սովորել եմ Պոլիտեխնիկում, մինչև 2009-ի վերջերը, հետո լուսանկարչությամբ եմ զբաղվել, մինչև 2000 մինչև հիմա լուսանկարչությամբ եմ զբաղվում, վերջին մի տարին էլ աշխատել եմ ազգային ժողովում որպես ազգային ժողովի լուսանկարիչ։ Շատ բարի, իսկ հիմա դուք գտնվում եք որ երկրում։ Ամերիկայում եմ, միտեղ բարի լույս, միտեղ բարի գիշեր, Դուք հիմա սովորելու եք Ամերիկայում, նորից վերադառնանք աշխատեք, ճիշտ է։ Ուզում եմ որտեվ ես չեմ ունեցա սովորելու իմ լուսանկարչական աշխատանքի չեմ սովորել, այսինքն տենց ուղղակի նկարել եմ, սովորել եմ ուրիշ լուսանկարիչների, իսկ գնացել եմ տենց իրանց հետ աշխատելով, բանով տենց եմ սովորել, բայց տենց որ համալսարան գնամ, ինչ-որ տենց չեմ սովորել, դրա համար էլ ուզում եմ ստեղ սովորեմ։ Շատ լավ։ Արտուր ջան, ես ուզում եմ հարցնեմ ձեզնից ինչ տրամադրություն ունեք ընդհանրապես մեր վերջի 6 տարվա այս փոփոխությունները, դուք ասեցիք 2005 թվականից եք Հայաստանում, ինչ մոլորտ եք տեսել այս վերջի 6 տարին, երբ փոխվել է իրավիճակը, երբ երկրի վարչապետ դարել է Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Ես ճիշտ ասած այդ մոռացա ասեմ, որ 2016-ին արտագաղթել եմ էլի Հայաստանից, այն անհույս, այն փախնելու բանը դեպի Անգլիա եմ գնացել, Լոնդոն եմ գնացել մի 2 տարով, մինչև 2018 թիվը, 2018-ի հեղափոխությունից հետո վերադարձել եմ էլի Հայաստան։ Էդի մոռացա ասեմ, որ այդպես գնացել էի, որտեվ այդ ժամանակ արդեն էլ հույս չունեի Հայաստանում ինչ-որ առաջ գնալու բան չկար էլի այդ ժամանակ։ Այնքան անարդարություն ու այնքան ամեն ինչը գիտես ոնց էր այն ժամանակ։ Դրա համար գնացել էի Անգլիա, այնտեղ էի 2 տարի այնտեղ էի, բայց հեղափոխությունից հետո ասի թղթերս տվեք, հետ եմ գնում։ Շատ բարի։ Այսինքն դու դուրս ես եկել Հայաստանից եւ 2018 թվականին երբ փոխվել է իրավիճակը, որոշել ես վերադառնալ հայրենիք։ Այո, հա, վերադարձել եմ հայրենիք։ Ինքան պոզիտիվ անձնավորություն ես եւ այս տարիները երբ մենք շատ փոքր բայց շփվում ենք իրար նայում ենք եթերները, ֆոտոները, ես եմ տենում քո ֆոտոները, դու ինքան պոզիտիվ անձնավորություն ես, որ բոլոր մարդկանց դու նվիրում ես լավ տրամադրություն, քո պահվածքով եւ քո աուրան, հա։ Ես ուզում եմ հասկանալ, դու աշխատելով ազգային ժողովում, այս ձևի դու քեզնից, այսպես ասած, դու մի հատ как Русена ասում источник добра, դու բարության աղբյուր ես, դա հաստատ տենց է, մարդիկ դաժե ինձ հետ համաձայն են, եթե մտնենք քո էջը, բայց ազգային ժողովում այնքան կա տարբեր sense պատգամավոր եւ նենց իրավիճակ նեգատիվ, հա, այսպես ասած, նորմալ է այս վիճակում, երբ մի կողմից քոչարանակարներն են, հա, իրանց ունեցվածքը կորսում են, մի կողմից իրանք գորգորում են կառավարության անդամների վրա եւ ԿՓ-ի պատգամավորների վրա։ Այս վատ մտնոլորտում դու ոնց ես գոյատևում ընդհանրապես, ինչն է քեզ օգնում եւ ինչ պահվածք ես դու դրսևորում ազգային ժողովում, որպեսզի եթե դու հանդիպում ես վատ մարդկանց հետ, նեգատիվ մարդկանց հետ, իրանք չկարողանան քեզ ներքաշեն, թեկուզ դու տեխնիկական գործ ես անում, ներքաշեն այդ վատ աուրան։ Ճիշտ ասած, մինչև ազգային ժողովում աշխատելը մի հատ կարևոր բան կար, լուսանկարիչ ազգային ժողովի պետք է չեզոք լինի։ Այսինքն չես կարող բան անես էլի, որ չես կարող ինչ-որ մեկի կողմից ելնես, պետք է չեզոք ելնես, այդ ամենադժվարն էր չեզոք ելնել, որտեղ այնտեղ կարող է վարչապետը գալիս է ինչ-որ բան ասում, բոլորը ծափարում են, ես էլ ասենք ապարատը
Վզիս ես էլ ծափարը տնաում եմ, տեսնում Հայաստան դաշինք պատիվ ունեմ, ասես նայում է էլի, yəni դու ինչ ես բանանում ծափարում, դու պիտի չեզոք ելնես, ասիկի պիտի բոլորին նկարես, բոլորի հետ շփվես, դու ինչ ես դու ինչ ես ծափարում վարչապետին։ Մի քիչ դժվար էր այդ ամեն ինչը, կամ երբ որ այնտեղ ազգային ժողովում բան կար, որ падգամավորները աշակերտների հետ են հանդիպում։ Հիմնականում ընդդիմադիրներին ինչ չէին ուղարկում, որտեղ ես չէի կարող, ես քիչ մի 10 րոպե, 15 րոպե մնալուց հետո արդեն ուզում էի դուրս գայի, չէի կարող մնայի, բայց ասեք մեր ԿՊ-ի բաները, падգամավորները, որ բան են անում, մնում էի միջև վերջ, հաճելի էր լսելը, բայց ընդդիմադիրներին ասում էի կնի ես չթամ, կնի որտեղ մենակ ես չէի, էլի երկու հատ էլ ուրիշ լուսանկարիչ կային, ասում էի իմ համար մի քիչ դժվար է այդ անել այդ ժամը, կնի դուք մեկնումեկդ գնաք ես չթամ։ Հասկանում եմ։ Արտուր ջան, եթե մենք նայում ենք ազգային ժողովը հեռուստացույցով, մենք պատկերացնում ենք այն, ինչ տեսնում ենք էկրանի վրա։ Ինչքանով այդ նույն մթնոլորտը համապատասխանում մեջից, այսինքն դուք գնում եք թեյ խմեք, բուֆետ եք գնում, օրինակ դուք միած sense հարցնամ, դուք երբ գնում եք թեյ խմեք կամ կոֆե բուֆետում եւ այդ նույն падգամավորները լինեն դա ԿՓ-ի падգամավորները կամ էլ քոչարանական падգամավորները, երբ դուք իրանց հետ, այսպես ասած, հարևան սեղանների նստած եք, այնտեղ էլ այդ մարդիկ իրար վրա վատ նայում, վատ տրամադրված, թե մարդկային այս մոմենտը բարև ձեզ, այդ մոմենտը կա այդ падգամավորների մեջ, եթե կարելի է այդ գաղտնիքը բացեք։ Չէ, իրանց մեջ են շփվում, իրանց հետ իրանց սեղանին են նստում, այսինքն իրանց հետ իրար հետ չեն շփվում, տենց ամեն մի Հայաստան դաշինքը իր սեղանին է նստում, պատիվ ունեմ բաներ իր սեղանին են նստում, իրար հետ են падգամավորները, ԿՊ-ն իր հետ է, տես որ ասեմ նստեն իրար հետ շփվեն կամ ոչ թարս են նայում իրար, ոչ էլ իրար հետ շփվում են։ Տես որ չեն խոսում իրար հետ, որ տենց ասեմ, չեմ տեսել են շատ որ շփվեն։ Ինչ է։ Աշխատանքային մթնոլորտ է, այսպես ասած, հա։ Հա, 4 դուրս աշխատանքային մթնոլորտը չեն բանանում, չեն տեցի արել։ Մենակ բացի նիստերի դահլիճում, որ դուրս են գալիս, տենց չեմ տեսել, որ տենց կանգնեն, խոսեն, շփվեն իրար հետ։ ԿՊԱ-ականներն ու Հայաստան դաշինք կամ պատիվ ունեմ, ես ինքս չեմ տեսել տենց կանգնեն շփվեն։ Շատ բարի։ Ես կուզենայի նշեմ, որ ձեր աշխատանքը իսկապես հետաքրքիր է եւ մանավանդ ես ուզում եմ դիմեմ իմ հետևորդներից, ասեմ Ժորժ ջան, երբ մարդիկ սիրում են իրանց աշխատանքը, когда люди любят свою профессию, իրանց մասնագիտությունը, հա, իսկ Արտուրը այդ անձնավորություններից է։ Եվ միջելոց ասեմ ինքը հիմա փաստորեն գնացել է ու բարձրացնում է իր, հա, տեսեք ինքը միշտ ճանապարհ է ման գալիս, որպեսզի ավելի լավ իր աշխատանքը անի եւ ինքը այսօր Ամերիկայում չի գնացել ման գա կամ հա ծովում լողանա, ինքը աշխատում է դրա վրա, որ ինքը բարձրացնի իր այսպես ասած գիտելիքները եւ լինի օգտակար մեր հայրենիքի համար, նորից վերադառնալու է անպայման։ Ես ճիշտ եմ հասկանում, որ մեկ տարի եք դուք գնացել սովորել, то есть մեկ տարվա մասին է։ 2 տարի է, բայց 2 տարի է, բայց կարամ գնամ գամ, այսինքն կարամ այն ժամանակ որ արձակուրդեմ, կարամ վերադառնամ։ Շատ լավ։ Կուզենայի հարցնեմ, ոնց եք դուք որոշել դառնալ նկարիչ, փոքր պահպանից, թե 15-18 տարեկանում տեսել եք որ մարդիկ նկարում են եւ որոշել եք լինեք նկարիչ, այն մարդիկ ովքեր նայում են մեր եթերը եւ մտածում են ով կարան դառնան այս կյանքում, ինչ խորհուրդ իրանց դուք կտաք, մարդ կարա նկարելով ընտանիք պահի, թե աշխատանքը ստաբիլ չի ու ամեն ամիս ստաբիլ չկա աշխատավարձ եւ երեխեքը մարդ չի կարա պահի այդ աշխատանքով, խնդրեմ։ Դե նայած, նես ձևն էլ ա եղել, որ դժվար ա եղել, որ ստաբիլ ա եղել, որ չէ։ Ես 2009 թվականից սիրել եմ նկարել միջոցառումներ, հիմնականում ասենք համերգներ, այդ կապված աստղերի հետ, ասենք այնտեղ, չգիտեմ, Քիմ Քարդաշյանը եկե, Ջորջ Քլունի եկե, Ժան-Կլոդ Վան Դամը եկե, չգիտեմ ինչ հայտնի մարդ կա եղել է, ես գնացել եմ այրոպորտ, ժամեր սպասել եմ, նկարել եմ, հյուրանոցի մուտքի մոտ նկարել եմ, հետո գնացել եմ, քայլելու էլի նկարել եմ, այսինքն սիրել եմ միշտ այդ ադրենալինը, այդ աստղերի, որ գալիս է ինչ-որ մեկը հայտնի, որ պետք է նկարվի, բան, ու այդ ամեն ինչից դուր ա եկե, այսինքն գտել եմ, որ այդ իմ համար շատ հաճելի աշխատանք է, որ ես գնամ ժամեր սպասեմ, ինչ-որ մի հատ հայտնի
DJ-ի կամ հայտնի ինչ-որ երգիչ կամ հայտնի հիմա այս վերջի մի տարին արդեն հայտնի վարչապետ կամ հայտնի նախագահ կամ ինչ-որ հայտնի երկրի Եվրոպայի երկրներից պարլամենտի ինչ-որ աշխատողներ, տենց ինձ հաճելի է եղել, միշտ սիրել եմ այդ աշխատանքը ու ինձ թվում է որ նայած էլի մոտ եղել է դժվար ամիսներ, դժվար որ աշխատանքի խնդիր ա եղել, բայց եղել է նաև ամիսներ ու տարիներ, որ ստաբիլ աշխատանք եմ ունեցել։ Ինձ թվում է դա մարդուց է կախված, որ ինքը ուզենա որ տենց ստաբիլ աշխատանք ունենա, թե ուզենա որ տենց խառը ինչ-որ բաներ աշխատի, կարող ավելի շատ գումար աշխատի, քան թե ստաբիլ աշխատանք ունենա։ Շատ լավ։ Ես ուղղակի ինչի համար եմ հարցում, քանի որ գիտեք մարդիկ կան, ովքեր նստում են տարբեր մարզերում, քաղաքներում, եւ մարդ կա օրինակ մտածում է ինչով զբաղվում ընդհանրապես եւ գուցե այս գործ անեմ, այն գործը, բայց ինձ թվում է նկարիչը եւ բացի ընդհանրապես նկարելը դա այն մասնագիտությունն է, որը մարդ իրոք պետք է սիրի։ Եթե սեր չլինի այդ մարդու մեջ, ինքը չի կարա լինի լավ նկարիչ։ Կամ էլ ես գիտեք Արտուր ջան, ցես մի բան ասեմ, ես առաջ աշխատում եմ հեռուստաալիքում Մոսկվայում RTV-ում ուղիղ եթերներ եմ վարել եմ մեծ համերգներ, փառատոներ եւ նաեւ հարսանիքներ եմ վարել եւ ես շատ եմ աշխատել նկարիչների հետ։ Ինձ թվում է շատ կա մեծ տարբերություն այն նկարիչները, ովքեր վատ մարդիկ են, բայց իրանք նկարում են պրոֆեսիոնալ, ես գտնում եմ, որ իրանք ինձ համար այդ մարդիկ լավ նկարիչներ չեն։ Ես կարամ հիմա բացատրեմ ինչի։ Քանի որ ինձ թվում է նկարիչը դա այն մարդն է, ով պետք է ոչ թե տենա եւ պրոֆեսիոնալ նկարի այն ինքը ինչ տենում է։ Ինձ համար մի քիչ հնարավոր է որ ես օբյեկտիվ չեմ։ Ինձ համար լավ նկարիչը դա այն նկարիչն է, ով կարա իր նկարի մեջ տենա լավը, սիրունը, բարին։ Քանի որ այնքան կեղտ մեր մեջ, որ մեզ պետք չէ մեր նկարի մեջ լինի կեղտ։ Լինի դա հասարակ կեղտ, որը փողոցում ընկած է, թե լինի հոգով կեղտ մարդ։ Բայց ինձ համար տենց է։ Եվ միջայլոց ասեմ, հավատացեք, առանց այդպես ասած, հա, մարդիկ ասում են մեկին գողմա, որպեսզի դուր գա։ Չէ, ես ասում եմ օբյեկտիվ, որ դուք կոնկրետ այդ ձևի անձնավորություն եք։ Ասացեք, խնդրեմ, ինչն եք դուք սկզբից ուզում տեսնեք, երբ դուք մարդ եք նկարում կամ ինչ-որ ծառեր, քաղաքներ, ինչն եք առաջինը, որ ուզում եք գտնեք ձեր նկարի մեջ, что вы ищете в своем объективе։ Ես առաջին շատ սիրում եմ, որ նկարը բնական լինի, այսինքն ես չեմ սիրում, որ ասեմ ինչ անես, այսինքն չեմ սիրում, որ անգամ նկատեն, որ ես նկարում եմ։ Այսինքն նենց լինի, որ չիմանան, որ ես նկարում եմ, որ իրանք այդ առօրյայի մեջ այդտեղ սիրուն կադրը ստացվի նկարել, ոչ թե որ ասեմ մի հատ կնայեք ժպտակ նկարեմ, քանեմ որ ինչ որ ես որտեվ եղել է ահագին պատգամավորների հետ գնացել եմ մարզերում այցելությունների, տարբեր մարզեր, ու ասենք այդտեղ բեմադրած չի էլի ոչինչ, գյուղացին մոտիկ անում է պատգամավորին, խոսում է, ժպտում են, գրկում են, ու այդ դրանք է ինձ միշտ հաճելի եղել նկարեմ, ոչ ասենք չեմ ասել որ հիմա մի հատ սենց կանես, ասենք ինչ պատգամավոր, որ ես նկարեմ, չէ, այն ինչ որ հենց գյուղացի մոտեցել է, գրկել է, բարևել է, մենք ձեզ շատ ենք սիրում, ասենց ինչ որ չիմանալով որ նկարում են իրան, այսինքն այդ բնական էդ է իմ ավելի շատ, էդ եմ ես ավելի շատ սիրում։ Համաձայն եմ։ Վերադառնանք ազգային ժողով, որտեղ դուք աշխատել եք եւ ելի աշխատելու եք վստահ եմ, վերադառնանք այդ մտավորքը, որը կա ազգային ժողովում, քանի որ նորից եմ կրկնում, մենք տենում ենք հեռուստատեսությունով, իսկ այս մյուս կողմից ավելի հետաքրքիր է իմանալ։ Վարչապետը, դուք նկարում եք վարչապետին, եթե այո, որ նկարներն է վարչապետի նկարները, որը դες դուր է գալիս եւ ուզում հարցնեմ, դուք ունեք հնարավորություն վարչապետի դեմը կայնեք եւ նկարեք, թե դուք հետևից եք նկարում եւ որ նկարներն է, որը ամենա, այսպես ասած, թեժ նկարներն է դուրս գալիս, այն նկարները, որը դուք անում եք, երբ ինքը տրիբունայում կայնած է, թե այն նկարները, որը ինքը երբ նստած է եւ լսում է այն մարդկանց, ովքեր խոսում է տրիբունայից, այն նկարները, որտեղ ինքը շատ էմոցիոնալ է, թե այն նկարները, որտեղ ինքը ձեռը դրած է, ասենց մտածում է ինչ-որ բանի մասին, խնդրեմ։ Վարչապետի նկարելը ազգային ժողովում չեն թողում, որ ինչ-որ մի քիչ այդ մոտիկ գնալը հարց է, չեն թողում, որ նիստերի դահլիճում մենակ բացի հենց վարչապետի լուսանկարիչը, մնացած լուսանկարիչները չեն կարող տես մոտ էթան վարչապետին։ Բայց դե հիմնականում այդ էմոցիաների բանը խոսալու ժամանակ կամ լսելու թեկուզ տարբեր միմիկաները, որ հետաքրքիր է ելնում, ոչ թե ասենք նես որ վատ բանի վրա, այսինքն ինչ որ
էմոցիաների վրա, ասենք, տենց սիրուն ելնում է նկարներ նկարել։ Կամ ես նկար ունեմ, որ վարչապետը, ասենք, քարտեզն է պահել, Հայաստանի քարտեզը, որ ոսկեգույն քարտեզը ձեռքին, ասենք, տենց նկարներ սիրուն է լինում, բայց ասենք հիմնականում խոսալու ժամանակ չէ, բայց երբ որ ինչ-որ բան են ցույց տալիս կամ հենց այդ լսելու ժամանակ, բան ավելի սիրուն նկարներ այլում, քան խոսելու ժամանակ։ Ու ես ոնց որ այդ պատգամավորներից մեկը ասեց, ես առաջի մարդն եմ եղել, որ նիստերի դահլիճում վարչապետի հետ սելֆի եմ արել, ասեցին ոչ մեկ ուչեմա նիստերի դահլիճում վարչապետի հետ սելֆի չի արել, դա իմացա որ ոնց որ առաջի լուսանկարիչն աշխատողն եմ եղել ազգային ժողովում, որ վարչապետի հետ սելֆի արել նիստերի դահլիճում։ Շատ լավ։ Արտուր ջան, դուք հիմա Ամերիկայում եք, դուք ասեցիք, որ առաջ ապրում եք Պարսկաստանում եւ ագին ժամանակ 2018 թվականից մինչ հիմա դուք ապրել եք Երևանում, Հայաստանում։ Ես կուզենայի դուք ասեիք, երբ որպես քաղաքացի, որպես նկարիչ, ինչով է Հայաստանը ավելի սիրուն հոյակապ, քան թե Ամերիկան, Պարսկաստանը եւ մյուս երկրները, որտեղ դուք այցելել եք կամ ինչ-որ երկրներ, որը դուք տեսել եք։ Ինչ կարաք դուք ասեք Հայաստանի մասին, նկարելով Հայաստանը եւ տեսնելով ձեր աչքերով, որ այն գույներն է Հայաստանում հոյակապ, որը չկա ուրիշ երկրներում, որ այդ գույներն է, որը մենք ասենք կարող չենք հասկանում, որ այդ գույները շատ հոյակապ է եւ մեզ համար դա բնական է, թե այսօր Հայաստանում եք ամեն ինչ նորմալ է, բայց երբ դուք շրջում եք տարբեր երկրներով եւ նայում եք նաեւ կողից Հայաստանի վրա, որ գույներն է, որը չկա ոչ միտեղ եւ կա մենակ Հայաստանում։ Ճիշտ ասած Հայաստանի բնությունը ես ոչ միտեղ ես չեմ տեսել Հայաստանի նման բնություն, որտեղ ես շատ էի սիրում գնալ վրանով ինչ որ տենց սարեր, ձորեր, տենց շատ էի սիրում Հայաստանում ֆրֆրալ, այդ գնալ տարբեր այդ Դիլիջան, Իջևան, Լոռի, Ալավերդի, Կուրտան, այդ գյուղերը սա շատ էի սիրում, որովհետեւ իմ համար ոչ միտեղ չկա, մեկ էլ ժողովրդի հետ իրար տակ լինել, իրար հանդեպ ջերմ լինելը, որ ստեղ չկա, այսինքն ստեղ կարողա քո բարեկամը ամիսներ քեզ չզանգի տեսնի, որ դու ողջ ես, ողջ չես, բայց չկա տենց բան Հայաստանում։ Հայաստանում միշտ զանգում են, տեսնում են, գնում են, գալիս են, բայց ստեղ այնքան արդեն աշխատանքով խառնեն, որ կարողա տարին մի անգամ էլ չեն տեսնում իրար։ Դա մի քիչ բան է, դժվար է իմ համար, որ ասենք մի քիչ ընդունելի չի, որ բարեկամները իրար տարիներով չեն տեսնում, բայց երկու փողոց վերև են ապրում իրարից, բայց չեն տեսնում իրար, որտեվ չկա այդ բանը, որ գնանք տեսնենք ինչ է անում, մի բանով օգնեն կամ ինքը գա մի բանով օգնի, հարցնի ոնց եմ, ինչ եմ։ Էդի թե Լոնդոնում, որ ես ապրել եմ, տենց էր, ստեղ էլ ես մտածում եմ, որ քանի որ հայկական համայնքը շատ է, ստեղ հայերը շատ են, բայց ստեղ էլ էլի հայերի մեջ էլի նույնն է, որ տենց իրար հետ տենց կոպիտ ասած գործ չունեն, էլի ամեն մարդ իր համար է բանանում, նես չի որ գնան ինչ-որ մեկի օգնեն կամ մեկի հարցնեն ոնց ես, ինչ ես, այդ ջերմությունը մենակ ես Հայաստանում եմ տեսել, ոչ մի ուրիշ եվրոպական երկրում կամ թեկուզ Ամերիկայում չեմ տեսել։ Հիշեցնեմ մեր հետևորդներին, որ մենք այսօր զրուցում ենք նկարիչ Արտուր Վարդանյանի հետ, ով գնացել է Հայաստանից 2016 թվականին, 2018 թվականին նորից վերադարձել է, երբ այսքան փոփոխություններ եղել Հայաստանում, եւ հիմա ինքը Ամերիկայում է գտնվում, աշխատում է ազգային ժողովում, հիմա ինքը գնացել է ավելի շատ գիտելիք, որպեսզի ստանա Ամերիկայում եւ նորից վերադառնա մեր հայրենիք, որ լինի օգտակար։ Ես կուզենայի ձեզ այս դեպի մի հատ հարց տայի, Արտուր ջան, ինչքանով եք դուք գտնում կարևոր, որ այն մարդիկ, ովքեր թեկուզ տաղանդավոր են, բայց սովորեն եւ միշտ, այսպես ասած, նայեն ամեն տարի ինչեր է փոխվում։ Քանի որ տեսեք Հայաստանում կա sense մարդիկ, ես նկատել եմ, ես եմ 4 տարի Հայաստանում ապրում, մարդիկ կարող է լինեն տաղանդավոր եւ այդ տաղանդավոր մարդը ինքը չի գտնում, որ ինքը պետք է լինի աշխատասեր կամ ամեն տարի ինչ-որ բան սովորի։ Ինքը ասում է, ես տաղանդավոր եմ, օրինակ տաղանդավոր երգիչ եմ, ու ամեն տեղ այդ մարդը կարող ասենց գոռոզ խոսա, որ ինքը տաղանդավոր երգիչ է, քանի որ ունի լավ ձայն, այո։ Բայց այդ մարդը չի հասկանում, որ որպեսզի ինքը որպես երգիչ լինի հայտնի եւ իրան ոսեն, դա պետք է լինի լավ երգեր, լավ ոլովակներ, լավ տեքստեր, այսինքն լավ մարդ գտնի ով լավ տեքստ է գրում եւ այլն, հետեւի իր տեսքին եւ նույն ձևի նկարիչները վստահ են։ Ինչ խորհուրդ դուք կտաք այն մարդկանց, ովքեր գտնում են, որ օրինակ ինչ-որ մի բանի հասել են եւ կայնել են իրաստեղ, ուզում են, որ բոլորը իրանց սիրեն։ Թե դուք համաձայն եք ինձ հետ, որ միջև մեր կյանքի վերջը մենք պետք է սովորենք
եւ չկա այդ պահը, երբ մեկ ասում եք, գիտես ինչ, մեկ ամեն ինչ իմանում եք հերիքա։ Ինչ եք մտածում դուք դրա մասին։ Չէ, ես մտածում եմ, որ պետք է մինչև կյանքի վերջ սովորել կատարելագործել, որովհետև ես շատ եմ տեսել լուսանկարիչներ, ասել են մենք չէ, մենք ինչ սովորել, ես արդեն այսքան աշխատում եմ, այսքան գումար եմ աշխատում, այսքան էս եմ նկարել եմ նկարել, ես էլ արդեն ինչ գնամ սովորեմ կամ ինչ, բայց ես միշտ ես չեմ մտածել, միշտ մտածել եմ, որ ավելի շատ պետք է մարդ սովորի, այսինքն ավելի շատ պետք է բացահայտի, գնա, սովորի, հետաքրքրվի, ավելի նորը, ավելի, այսինքն գնա առաջ, ստոպ չտա ոչ մի վարկյան րոպե չկանգնի, որ ասի, հա, ես արդեն լսի գիտեմ, արդեն լավ է, այս արդենից բավարար է։ Ես ինքս տենց եմ, որ չեմ սիրում գովամ ինձ ասեմ, ես սենց եմ արել, հենց եմ արել, ասեն կողքից ասում են, լավ, սենց բաներ ես արել, ինչի՞ տա պետք սովորել, այնա աշխատում էիր էլի կամ այտենց լավ տեղ էիր աշխատում, ինչի՞ տա պետք, բան, բայց ասում եմ, չէ, ես պետք է ավելի սովորեմ, ավելի առաջ գնամ այս բանով, ինձ չի բավարարում այն ինչ որ հիմա կա, ես ուզում եմ ավելի շատ իմանամ, ավելի շատ սովորեմ։ Ես ինքս տենց եմ մտածում, ինչքան էլ որ որտեղ էլ աշխատեմ, ում համար էլ աշխատեմ, թեկուզ ամենաբարձր տեղերն էլ աշխատեմ, բայց էլի մտածում եմ, որ լիք ահագին բան կա, որ ես չգիտեմ, ու ես պիտի դեռ գնամ սովորեմ հասնեմ դրան։ Շատ լավ պատասխան, ես ինչի համար եմ այս հարցը տալիս, որպեսզի մեր հետևորդները լինի դա YouTube-ում, լինի Facebook-ում, լսեն դա, ասեմ այս զրույցը ինձ համար շատ հետաքրքիր է, այսօր Կիրակի առավոտյան, եթե ես խոսեի ինչ-որ սկանդալի մասին, ինչ-որ այսպես ասած բանդիտների մասին, հիմա մեզ կնայեն 300-400 հոգի, բայց այն 42 հոգին, ովքեր նայում են մեր եթերը, մեզ նման հաճույք են ստանում այս ձևի հանգիստ զրույցից եւ գիտեք այնքան կարևոր է որ մեր եթերներում լինի եթերներ որտեղ լինելու 5-10,000 պրասմոտր մի քանի օրում, հա, բայց այդ զրույցը լինելու է այս ձևի զրույց։ Երբ մենք խոսում ենք լավ բաների մասին, օգտակար բաների մասին եւ խոսում ենք հայրենասիրության մասին, սիրած աշխատանքի մասին, հա, վերջի երկու հարցը տամ, ես Արտուր ջան կուզեի հարցնեմ ոնց եք դուք մտածում այն մարդիկ, տեսեք մեծ մասը աշխարհում մարդիկ, ովքեր աշխատում են լինի հաց թխող, պուվր, չգիտեմ, վարորդ, մեծ մասը անում են այն գործը, որը իրանք չեն սիրում։ Տենց է ստացվում։ Եվ դա նորմալ է, քանի որ մեծ նորից եմ կրկնում, մոտավորապես 90%, ես գուցե սխալվում եմ, ես Արտուրից էլ հարցնենք, ինձ թվում է մոտավորապես 90% մարդիկ կամ 85% մարդիկ անում են այն աշխատանքը, որը իրանք չեն սիրում։ Ինչքանով է կարևոր դա որ մարդ անի այն աշխատանքը, որը ինքը սիրում է եւ քանի որ դա դժվար է ամեն գյուղում չի, ամեն քաղաքում չի որ կա աշխատանք, դա որը կարող դու գտնես դուք ինչ խորհուրդ կտաք գուցե մարդ կարող անի այն աշխատանքը, որը իր գումար է բերում, որպես ինքը իր երեխոսը պահի, դա անի եւ նաեւ ինչ որ մի հատ պրոֆեսիա, որ իր դուր է գալիս, ոչ ստաբիլ դախոդ է տալիս ոնց մարդ կազմակերպի, եթե օրինակ մեզ նայում են 15, 18, 20 տարեկան տղերքը եւ աղջիկը, դուք ինչ խորհուրդ կտաք, ոնց պետք է մարդ կազմակերպի իր կյանքը, որպեսզի կյանքում ինքը փող աշխատի, աշխատելով այնտեղ, որտեղ այդ աշխատանքը ինքը սիրում է։ Ճիշտ ասած շատ դժվար է, այնքան մարդիկ կան, որ չեն սիրում իրենց աշխատանքը ու աշխատում են, որովհետեւ գումար է այդտեղից բան գալիս։ Դա շատ դժվար է։ Ասենք ես այնքան չեմ սիրում հարսանիքներ նկարել, բայց այն սկզբում, քանի որ գումարը հարսանիքների մեջ է, ստիպողաբար տենց մեկ ու մեջ վերցնում էի հարսանիքներ նկարելու, բայց դե չեմ սիրում հարսանիքներ նկարել, ասենք լուսանկարիչի աշխատանքի մեջ էլ կա։ Ես սիրում եմ համերգներ նկարել, շոու բիզնեսի աստղերին, չգիտեմ, տենց, բայց չէի սիրում որ գնայի հարսանիք նկարելու, բայց քանի որ ստիպողաբար գումարը լավ էր, այսինքն գումարի համար գնացել եմ հարսանիք նկարելու։ Դա ասենք իմ բանից մեջ ես կարամ ասեմ, բայց շատ մարդիկ կան որ էլի, ասենք իմ հայրս միշտ ուզեցել է դառնա օդաչու, բայց երբեք գումարը չի ունեցել որ սովորի, մինչև հիմա ուրիշ աշխատանքով է, բայց միշտ նայում է երկինք այդ ինքնաթիռներին, այդ ամեն ինչը YouTube-ով բանով հետևում է, ամեն ինչ գիտի, բանան ու ասենք 15-16 տարեկանի ոնց որ երազանքը մնացել է իր մեջ ու ես չեմ ուզում տենց լինի, ես ուզում եմ որ ես այդ ինչ որ սիրում եմ առաջ գնամ, որտեղ արդեն տեսել եմ հայրս որ զբաղվում արդեն ուրիշ աշխատանքով տարիներ, բայց միշտ սիրել է դառնա օդաչու, ոնց է մինչև հիմա 16 տարեկան երեխայի նման, այտենց հետաքրքրված որ ինչ ինքնաթիռով գնացիր, չգիտեմ, այս ինքնաթիռը սենց է, այս ինքնաթիռը այսքան մարդ կարա տանի, այս ինքնաթիռը ամեն ինչ գիտի, բայց չի կարողացել աշխատի այդ բանով ու միշտ իր մեջ այդ կա որ ես տենցը չդարձա իմ ուզած բանը։ Հետո որ ես տենց եմ մտածում որ ավելի լավ է մի քիչ դժվար,
բայց ես հասնեմ իմ ուզածին, իմ այն ինչ որ ես եմ իմ երազանքն է, քան թե որ ասեմ լավ, թողեմ իմ երազանքը գնամ այն աշխատանքի հետևից, որ գումարը, ընդհանրապես գումարը բանելում։ Գումար եմ դրանից վաստակում։ Շատ հետաքրքիր։ Արտոք ջան, եւ վերջի հարցը տամ, ես վստահ եմ, որ մենք անպայման մի ամսից, երկու ամսից հետո էլի եթե կանենք տարբեր թեմաներով խոսանք, եւ ունեմ թեմաներ про творчество եւ այլն, որը շատ հետաքրքիր այն հիմա ձեզ հետ պետք է քննարկեմ, բայց վերջի հարցս կուզենայի տալ, գիտեք ինչի մասին, այսօր մարդկանց չի հերիքում, մարդիկ չեն սիրում իրար մեծ մասը եւ դա մենակ Հայաստանում չի, այլ համարյա սաղ աշխարհում դուք նկարելով, ես նորից եմ կրկնում, դուք այն բարի տղային եք, բարի անձնավորություն եք, ով մենակ լավն է տեսնում նկարում եւ անհնարին է տեսնել աշխարհը ճիշտ աչքերով, ինչպես կարելի ճիշտ հայացքով ներողություն։ Եթե դու չսիրես այս աշխարհը, այս մարդկանց եւ վստահ եմ, որ դուք սիրում եք այս աշխարհը, քանի որ նկարում եք ահաճույքով եւ ուզում եք ձեր նկարներով ցույց տալ ինչքան սիրուն է այս աշխարհը, ինչքան սեր կա աշխարհի մեջ, բայց մարդիկ մեծ մասը իրար չեն սիրում։ Ես նկատում եմ ցավոք սրտի նաեւ Հայաստանում, տեսնում եք դպրոցներում են իրար չգիտեմ ծեծում, երեք ինչ որ մի հատ տղա են սպանել Լորի մարզում, ես չեմ պատկերացնում որ կարող է 5-6 տղա սպանել մի հատ տղու, հասկանում եք։ Դուք ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր սպասում են, որ իրանց պետք է սիրեն։ Տեսեք, խնդիրը ինչումն է, Արտուր ջան, խնդիրը դրանում է, որ բոլորը մտածում են, որ իրանք այնքան հոյակապ են, որ իրանց պետք է սիրեն։ Մեր խնդիրը դրանում է, չէ՞, այսինքն երբ մենք Հայաստանում ասում ենք, ենք sense ցինիկ մեծ մասը, потому что նաև մեր հայաստանցիները մեծ մասը սպասում են, որ իրանց պետք է սիրեն։ Հարևանը, ամուսինը, կինը, եղբայրը, քույրը, իրանք հոյակապ են, բոլորը պետք է իրանց սիրեն, հա։ Ինչ խորհուրդ կտաք դուք այն մարդկանց, ովքեր գտնում են, որ իրանց պետք է սիրեն, ոչ թե իրանք են ուզում սիրեն ուրիշներին։ Խնդրեմ։ Ես ճիշտ ասած չեմ պատկերացնում ոնց պետք է մենակ մարդնստի ասի, որ ինձ պետք է սիրեն։ Այսինքն նենց բանա, որ սեր եթե տալիս ես, գալիս է հետա էլի գալիս է ասնում է քեզ։ Եթե դու սեր չտաս, բարություն չանես, այդ ոնց որ ասած այդ կլոր ոնց է գալու էլի քեզ հասնի։ Եթե դու ոչ մի բան չանես, նստես սպասես, որ քեզ բան անեն, քեզ ես մտածում եմ, որ ճիշտ է Հայաստանում հիմա շատ է հայերի մեջ շատ է այդ բանը, այդ չեն իրար հասկանում, շատ ծանր են տանում, ասենք ցանկացած, որ իրար ինչ որ հակառակ բան ասելուց ես շատ ծանր են տանում։ Ինչպես Ամերիկայում տեսել եմ, որ ծանր չեն տանում, ուղղակի բանավիճում են, բայց այդ բանավիճելը չի ելնում ծեծ, չեն իրար մորթում։ Ստեղ ասում են լավ, դու քո կարծիքին, ես քո կարծիքին, հաջողություն գնում են, բայց Հայաստանում չէ, այն մեկը պիտի այն մեկին ապացուցի, որ ես եմ ճիշտ, այն մեկը պիտի ապացուցի, որ ես ուտենց հասնում եմ միջև անգամ սպանել իրար, բայց տենց պետք չի տանել, պետք է ասել, դու տենց ես մտածում, ես տենց եմ մտածում, մենք հակառակ տարբեր բաներ ենք մտածում, դու գնա քո ճամփով, ես էլ իմ ճամփով, ես իմ հայրենիքն եմ սիրում ապրում եմ, դու էլ քո հայրենիքն սիրում ապրում ես, մենք պետք չի իրար հիմա մորթենք ստեղ, վերջում ասենք տեսար ես էի ճիշտ, ասենք այդ ճշտի բանը, որ ճշտի կոմը, դա ես չեմ հասկանում էլի, որովհետև բանավիճելն ու ասենք այդ ամեն ինչը օքեյ է, պետք չի դրա համար, ասենք մարդիկ իրարից զզվեն կամ չգիտեմ իրարից շփվեն, ինչա թե տարբեր են, կամ այդ որ քո ասածով որ նստեն սպասեն ով է գալու ով է իրանց սիրելու, փոխարենը իրանք սեր տան, որ այդ սերը իրանց գա, ոչ թե որ նստեն սպասեն տեսեն ով է իրանց սիրելու։ Ու չեմ ուզում բան անեմ, այս պոլիտիկայի մեջ բան անեմ, բայց եղել է դեպքեր, որ երեխաների հետ որ ընդդիմադիրներն են հանդիպել, նենց բաներ են ասել երեխեքին, նենց բաներ են ասել, որ լրիվ այդ թարախը, այդ թույնը երեխեքի մեջ բանանելով, որ այ տեսեք, այս Փաշինյանը գնացել, ծախել, փողերը ինքնուկնիկը ուտում են, տենց բաներ, որ ես որ ասում եմ, այս ինչ են ասում, լավ, այս երեխեքին այս ինչ են պատմում, կարաս ասես ես համաձայն չեմ, ես ուզում եմ սենց լինի, բայց այն որ գնաց ծախել է, փողերը կերել են, մարդուկին սենց են արել, նենց են, այդ պատմում են 10-ից 15 տարեկան աշակերտներին, որ չգիտեմ, Կանադայից, Եվրոպայից, բանից բերում են դաշնակները հենց ազգային ժողով հատուկ հանդիպելու այս Հայաստան Դաշնի կամ պատիվ ունեմի պատգամավորին, որ այդ թույնը
երեխեքի մեջ 10-15 տարեկանի բան անի, որ ահա տեսեք դավաճան են իրանք տեսեք ինչ են անում, այդտեղից էլ է գալի, որ այդ տարիքից այդ բանը մտցնում են երեխեքի մեջ, որ ծախել է, դավաճան է, էսա այնա, դուք իմացեք, գնացեք ձեր հետ ձեր երկիր ու պատմեք, որ Հայաստանում էս վարչապետը սենց արեն, հենց արել, որ իմ համար անտանելի է, 2 րոպե 3 րոպեից ես դուրս եմ գալիս այդ սենակից, որտեվ ես չեմ կարող այդ նկարեմ, որտեվ այդտեղ բացի սուտ, բացի այն որ ասենք թույն բանանել ես չեմ կարող ինչ պիտի նկարեմ, ես այդ մարդը երբ որ այսպես նենց ստեր է ասում, որ այդ երեխեքը միամիտ sense նստած լսում են իրան, ինչ պետք է անել, դուրս եմ գալիս։ Լավ։ Ես հիշեցնեմ մեր հետևորդներին, որ այսօր 9-ից կես, հա, հիշեք մեծ եթեր եմ անելու ռուսերեն, քանի որ ուզում եմ ռուսերեն լսեմ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մասին, այնպես որ այսօր երեկոյան ով ուզենա ռուսերեն շատ հետաքրքիր եթեր եմ անելու, գաղտնիքներ եմ բացելու։ Հիշեցեմ, որ Արտուր Վարդանյանն ա եղել մեր եթերում, նկարիչ, ազգային ժողովում, ինքը երբ Փաշինյանը եկել է դարել վարչապետ, վերադարձել է Հայաստան եւ հիմա 2 տարով ինքը գնացել է Ամերիկա, որ ավելի շատ բաների սովորի եւ ելի լինի օգտակար մեր երկրին։ Արտուր ջան, շատ շնորհակալ եմ, որ մենք այսօր եթերում խոսացինք։ Մեր զրույցը շատ հաճելի էր եւ այսօր Կիրակի օրը առավոտյան մենակ այդ ձևի զրույց կարող լիներ մեր եթերում։ Շնորհակալ եմ ձեզ եւ ես հույսով հետո նորից մենք եթեր կանենք։ Խոսանք ելի Հայաստանի մասին, երկերի մասին, բանաստեղծությունների մասին, այդ ձևի թեմաները շատ կարեւոր է, քանի որ ցավոք սրտի բոլորը խոսում են պոլիտիկայից, բայց Հայաստանը հարուստ է այնքան գույներ ունի ձեր նկարների նման, 1000 մին սիրուն գույն կա Հայաստանում։ Եվ մեր հետևորդներին եկեք Արտուրին թույլ տաք մի քանի նախադասություն, ինչ է մաղթում Արտուրը իմ հետևորդներից եւ մեր հետևորդներին։ Ինչ եմ մաղթում առաջին ամենակարևորը առողջություն, ամենակարևորը դա առողջ լինելն է, եւ այն որ մի քիչ թեթև տանեն, այսինքն մի քիչ թեթև ապրեն, թեթև տանեն ու չտրվեն ամեն մի սուտ, ամեն մի տենց շուտ մի բանի վրա չբոցավորվի այս ամեն ինչ, այսինքն sense ամեն ինչը նախքան են որ իմանան ինչա ավելի հետաքրքրվեն, կարդան, իմանան ինչի մասին է, նոր հետո տենց ինչ որ մի հատ սկանդալային ինչ որ մի բան լինի, որովհետև ես տեսնում եմ որ տենց է որ առանց ոչ մի բան լինելու ինչ որ sense մեծ սկանդալ է հասունանում, բայց ոչ մի բան չկա, դա որ ավելի լավ է որ իրանք ավելի շատ հետաքրքրվեն, կարդան, իմանան ինչի մասին է, նոր հետո արդեն կարծիք կազմեն այդ ամեն ինչի մասին, ես տենց եմ մտածում։ Շատ բարի։ Հաճելի է, մինչ նոր հանդիպում Արտուր Վարդանյան իմ հետևորդներից լավ օր եմ ցանկանում, խաղաղություն։